Կալեմ, պարոն Կարոյան, պետք է խնդրեմ մեր առողջության կենտրոնի, Արաբկիր առողջության կենտրոնում վերջին շտրիխերի մասին ասեք եւ փաստացի Արաբկիր առողջության կենտրոնում արված հիմնանորոգման աշխատանքները սրանով կարող ենք համարել ամփոփված։ Խնդրեմ։ Պարոն քաղաքապետ, Արաբկիր առողջության կենտրոնում, որը գտնվում է Հրաչյա Քոչար 21 հասցեում, արկա էին վերելակներ, երկու վերելակ, պոլիկլինիկան 6 հարկանի, այսինքն երկու վերելակներ 6 հարկ պետք է սպասարկեին եւ ձեր հանձնարարականի հիման վրա ուսումնասիրվեցին այդ վերելակները, իրոք արդեն պիտանելիության ժամկետը գրեթե սպառման եզրին էր եւ բավականաչափ հաճախակի իրանք խափանվում էին եւ շահգործման համար արդեն գրեթե անպիտան էին դառնում, որից հետո նախատեսվել է օրենքի ընդհանրակարգով գնման մրցույթ հայտարարվել եւ շահող կազմակերպության կողմից վերելակները տեղադրվել են։ Այս պայությամբ նաեւ անցկացվել է տեխնիկական անվտանգության փորձաքննություն, որից հետո ստացվել է դրական եզրակացություն եւ երկու վերելակներ արդեն շահգործման ենթակա են եւ արդեն հանձնված են տվյալ առողջության կենտրոնին, որպեսզի բնակիչները կարողանան օգտվել վերելակներից։ Պարոն Կարոյան, մեր այս տարվա վերելակների փոխարինման ծրագիրը ոնց է ընթանում։ Պարոն քաղաքապետ, ունենք երկու մրցութային ընթացակարգ, թվով 400 վերելակները արդեն իսկ տեղադրված են եւ ավարտին են հասցված։ Նաեւ երկրորդ մրցութային ընթացակարգով տեղադրման ենթակա են 104 վերելակ, 104 վերելակից 74-ը արդեն իսկ գտնվում են հասցեներում եւ տեղադրման ընթացքի մեջ են գտնվում, որոնցից 10-ը արդեն ավարտական վիճակում են գտնվում։ Մնացած 30-ը ակնկալվում է մոտորերս արդեն պիտի գան հասնեն Երևան ու դրանց տեղադրման աշխատանքները նույնպես ավարտվեն։ Ամեն ինչ պետք է արվի, որպեսզի տարվա վերջին աշխատանքները կարողանանք պատշաճ կերպով ավարտենք եւ այսօր էլ խորհրդակցություն է կազմակերպվում, կապալառին հրավերել ենք Երևանի քաղաքապետարան, պարոն Արյանի գլխավորությամբ, որպեսզի վերջնական շտրիխեր եւ ժամկետներ հստակեցվենք։ Պարոն Կարոյան, Ագաթան Գեղոսի 7 հասցեում մենք բոլոր մուտքերում վերելակները փոխարինել ենք, բացի 4-րդ եւ 5-րդ։ Տրամաբանություն ունեցել է դա։ Պարոն քաղաքապետ, այս պայուսանից այդ հարցին ավելի հստակ չեմ կարող պատասխանել, մեզ ընդհանրակարգի հիման վրա գույքագրումը եւ հասցեների տրամադրումը իրականացվում է համատիրությունների, վերելակային ծառայությունների եւ վարչական շրջանի միջոցով։ Կուսումնասիրենք, տեսնենք, եթե Շատ լավ է, դեպքում կենտրոն վարչական շրջանում պետք է խնդրեմ մի հատ հասկանալ, որովհետեւ բոլոր մուտքերինը փոխել ենք, բացի 4-րդ եւ 5-րդ, եթե ես չեմ սխալվում, բոլոր վերելակները նույն ժամանակ նույն տարեթվի են էլի այնտեղ եւ մի քիչ անդրամաբանական է թե բոլորը փոխել ենք, երկու մուտքինը թողել ենք։ Սա մեկ եւ երկրորդը մենք ունենք եւս մի մրցույթ, որը չկայացավ այս տարի եւս 100 վերելակի, ճիշտ եմ հիշում։ Այսինքն հասցեներ 100 մուտք ունենք, որը որ չի կայացել փաստացի։ Այո։ Հիմա մենք հաջորդ տարի դրանք առաջնահերթությամբ պետք է նորից դնենք, ճիշտ է։ Այո, պարոն քաղաքապետ, նաև տեղեկացնեմ, որ այս պայությամբ 2026 թվականի համար նախատեսվող փոխարինման ենթակա վերելակները արդեն գույքագրվել են, վարչական շրջաններից արդեն ստանում ենք տեղեկատվությունը, մոտորերս մինչև տարվա վերջ արդեն այդ մրցույթն հայտարարենք, որպեսզի 26 թվականի ընթացքում նույնպես ունենանք տեղադրված վերելակներ։ Շնորհակալ եմ։ Պետք է խնդրեմ երեխաների եւ սոցիալական պաշտպանության վարչության պետի տեղակալ պարոն Գրիգորյանին ներկայացնել բարեցներին ուղղված սոցիալական աջակցության ինչ ծրագրեր են իրականացրել վերջերս։